քո երգը վաղուց եմ լսել Մովսես Լևոնյան, 32 տարեկան, ամուսնացած է, աշխատում է շինարարական գրասենյակում որպես տնօրեն։ Նորմալ ուր կորավ, հաստատ էլ ինչ-որ միտեղ խմել վեր անգել։ Ելենա Բերբերյան, 28 տարեկան, Մովսեսի կինն է, չի աշխատում։ Վերջ, էլ չեմ սպասելու, ես քեզ դասնում եմ, վերջ։ Արշակ Բեգլարյան, 32 տարեկան, տուրիստական գործակալության տնօրեն է։ Եվա? Ես ինչ ես էր կատան։ Արշակ ջան, եկար, վայ։ Այ կողմ է կողքի տղամարդ։ Ինչ տղամարդ, ուր է տղան։ Մենք օրացել թողեք քնենք։ Ինչ քնել, մեր կած դու ով ես, ինչ գործ ունես տեղ, մեր կած։ Ինչ գործ ունես տեղ։ Եվա Ադամյան, 27 տարեկան, Արշակի կինն է, չի աշխատում։ Ո՞վ է ինքը։ Ես ինչ գործ ունեմ ստեղ։ Ես դերավ ժողովուրդ շատ մի խորացեք, ես անվնաս մարդ եմ։ Չգիտեմ չեմ հիշում ոնց ա եղել, բայց հաստատ վատ բան չեմ արել, սենց բաներ էլի ա եղել, նորմալ ա, ես գնամ։ Ես ինչ դերասանություն եք անում, կամ դու այս սրիկա ուր ես ուզում գնաս, հեսանայք ինչ եմ անելու, սպանել եմ քեզ, ավելի ճիշտ երկուսիդ եմ սպանել։ Արշակ ջան, մի րոպե, էլի խնդրում եմ, հանգստացի, ես քեզ լուրջ եմ ասում, ճշմարտությունն եմ ասում, ես այս մարդուն առաջի անգամ եմ տեսնում, խնդրում եմ, դու հանգստացի, մենք հիմա ամեն ինչ կպարզաբանենք, հա։ Ով ես դու այդ տղա։ Մովսես, Մովսեսն եմ։ Հա, շատ հաճելի է Մովսես, բայց ինչ գործ ունես կնոջս մոտ։ Ինչ գործ ունեմ կնոջ մոտ։
Ինչ գործ ունես։ Դե Ժողովուրդ ջան, ոնց ասեմ։ Լավ, երթվում եմ։ Ցավը տանում, որ ես կնոջդ առաջին անգամ եմ տեսնում։ Ինչպես եւ քեզ։ Հա ճիշտ է։ Որոշել եք ինձ ապուշի տեղ դնեք, հա? Արշակ ջան, ինչի համար։ Դե որ ապուշի տեղ չեք դնում, ուրեմն հիմա ինձ բացատրեք տեղ ինչա կատարում, թե չէ երկուսին կսպանեմ։ Արշակ ջան, ինչեր ես ասում։ Բա սենց բանի համար մարդու կսպանի։ Ես գնամ, ինձ թվում է իմ գնալու ժամանակն է։ Յա, ես ուր ես ուզում գնաս, խելոք ջան, նստի տեղը։ Չգնամ։ Չէ, մի գնա, նստի։ Հիմա ինձ կպատմեք, երբ եք ծանոթացել, ինչքան ժամանակ է իրար հետ շփվում եք ու ինչքան ժամանակ է գլխից պոզեր եք աճացնում։ Ընկեր ջան, ախր ես քո ներկայությամբ ծանոթացա տիկնոջդ հետ։ Հա։ Փառք Աստծո, դու քո աչքով ամեն ինչ տեսել ես։ Հա, տեսել եմ, բայց Այստեղ երևի թյուրիմացություն ա եղել, հաստատ, հա։ Հաստատ թույլատվություն ա եղել։ Ինձ թվում է շատ անհավանական թույլատվություն ա եղել։ հա ու ինչ թուրիմացություն է, պատմեք լսեմ։ Ընկերոջս պատմեմ, Հա։ որ 2 օր առաջ ես ու կինս բնակարան ենք նոր գնել, տեղափոխվել ենք։ Ու այդ առիթով երեկոյան ես ընկերոջս հետ գնացի ռեստորան, մենք նշեցինք, խմեցինք, հետո չեմ հիշում ինչ եղավ, ոնց եղավ, բայց ըստ երևույթի եկել եմ տուն ու խառնել եմ։ Այդ դրա համար պիտի քիչ Դու խմեի։ ձերդ կտրի։ Լավ, ասենք հասկացա։ Գլուխս կաղ, ակաժներս կաղ, քեզ լսեցի, հավատացի։ Ինձ ստեղ ուրիշ հարց է հետաքրքրում։ Ինձ հետաքրքիր է, դու ոնց ես մտել իմ տուն, հա? Ինչ ա եղի, Եվա ջան։ Հիշեցի, հասկացա։ Հա, հաստատ ես երեք մամատ որ գնաց դուրը մոռացա կողպեմ։ Հետո որ պարկում էի քնելու, չստուգեցի, տենց երևի բաց եմ թողել, սա էլ մտել ա ներս։ Հաստատ։ Հաստատ։ Հա, ես չեմ ստուգել, բաց ա մնացել։ Ես ճիշտ է չեմ հիշում ինչ ա կատարվել, բայց հաստատ տենց ա եղել։ Հետո գիտես ինչ կա, դու մի անհանգստացի։ Ես եկել եմ, տեսել եմ դուռը բաց է, հա? Իսկ թվում է եկել պարկել ու անվնաս քնել եմ։ Ոչ մի ուրիշ բան չեմ այլ Արշակ ջան։ Տոլսի աղջի։ Ես քո հետ ինչ լեզվով խոսամ, որ հասկանաս, հա? Ես քեզ բացատրել եմ, չէ՞, դուռը կողպեկ ունի։ Այդ դուռը քնելուց առաջ կողպում եմ։ Բացեք Մովսեսը, չէ՞։ Ասեք նա ուրիշ մարդ է։ Մտնում էր ու տան ոսկեղենը գողանում էր, ինչ պիտի անեինք։ Դե Արշակ ջան, մոռացա կներես։ Այդ ինչ անում ամեն անգամ։ Հաստատ մոռացել ա։ Դրա համար էլ ես եկել մտել եմ, եթե դուռը փակ լիներ, ես ոնց կմտնեի։ Ինչի՞ չես դուռը փակում։ Դե Մովսես ջան, մոռացա կներես։ Դե լավ։ Հաստորեն մենք ամեն ինչ հասկացանք։ Ես կարամ գնամ։ Հաջողություն։ Բարեկամներ ջան, դուռը փակ բար։ Դու սրան ասա, այս սրան մեռա ասելով։ Ես քեզ գնա դու գնա։ Մի խնդրակ ունեմ, մի բարկացի շատ։ Սրանք սենց են, հիշողություն չունեն, մոռանում են, ոչինչ։ Մեծահոտ Ես ինչ աղբեր, այ աղբեր։ Տոլսի աղջի։ Արշակ ջան։ Ես քեզ քանի անգամ եմ ասել, այդ դուռը փակ բայի։ Արշակ հիմա մոռացա հասկանում ես, դե մարդ եմ, չէ՞, նա ինքն էլ էր ասում։ Բախտը բերես Մովսեսն ա մտել մեր տուն։ Ամեն տեղ ա բախտը բերում։ Ինչ էր անում ես մարդկանց տանը։ Ինչ գործ ունեիր։ Մի րոպե։ Նորից խմած ես ու
Էլջան, ես ցրտին ինչ ես անում դուրսը։ Կմրսես, արի ներս գնանք։ Դու իմ մասին մտածողին նայ։ Դու ինձ ասա տեսնեմ ինչ էիր անում ստեղ։ Լսի խայտարակ ես անելու ես նոր հարևանների մոտ։ Հա, եղել է։ Դե հիմա ցավը տանեմ պատահել է։ Ես խոստանում եմ, որ նման բան էլ չի կատարվի։ Մոսո, քո խոստումները մի կոպեկի արժեք չունեն։ Ներս անցի խայտարակ ես անում արդեն։ Դե խայտարակ ինչ եմ այլ, հիմա ում է չի պատահում։ Մի քիչ քեֆս լավ շփոթել եմ տները։ Բա ինչ ես մի կանգնե ներս անցի։ Էջան, հեռախոսս թողել եմ իրենց տանը։ Եթե դժվար չի, գնաս կվերցնես։ Լավ, կգնամ կվերցնեմ ու ներողություն կխնդրեմ։ Այդ մարդիկ ինչ մեղավոր են, որ դու վայ։ Դե այս տունը քեզ սպասում։ Հեյ տարի։ Օսո։ Ես ձեր նոր հարևանին եմ, Ելենան։ Ներս եկեք։ Ինչով կարող եմ օգնել։ Ամուսնու սարախոսը կտակ։ Ոնց ամուսնու սարախոսը կտակ, չհասկացա։ Հա, ամուսինս ասաց, որ ձեր տանն է թողել։ 1000 անգամ կներեք, էլի տեց բանել չի կրկնվում։ Արշա, Եվա։ Արշա, Մոսոն հեռախոսը մեր տանն է թողել։ Բարև ձեզ։ Ահա, ամուսնու սարախոսն է։ Ոնց ամուսնու սարախոսն է։ Այս սկսում եմ հասկանալ տեղ ինչա կատարվում։ Լավ, հասկացա։ Այն մարդը, որ այսօր դու իր հետ քնել էիր, այդ մեր հարևանն է։ Իսկ ես կին իր տիկինն է, ճիշտ հասկացա, չէ։ Ինչ։ Մի րոպե։ Ոնց թե ամուսնուս հետ քնել եք։ Չեք ամաչում։ Դուք օգտվել եք իմ ամուսնու անօգնական ու խեղճ վիճակից։ Տեսրեք հարբած մարդը բռնել օգտագործել եք, չի կարելի տենց բան անել։ Հանգստացեք, խնդրում եմ, դուք լրիվ սխալ հասկացաք ամեն ինչ։ Չէ, ոչ մեկ հետ չի քնել։ Գիտեք ինչ, ավելի լավ է դուք նստեք, սուրճ կխմենք, համ կծանոթանանք, համ ես ամեն ինչ կբացատրեմ։ Կպատմենք, հա։ Հա, նստեք։ Եկեք, նստեք։ Գնամ սուրճ դնեմ։ Ես բարձրանամ վերև։ Ես ձեր կինն եմ։ Հա, ինքն է։ Դե լավ, ես գնամ։ Շատ հաճելի էր, իսկ ամուսնուս համար էլ 1000 անգամ ներողություն եմ խնդրում։ Դե այդպեսին նա էլ ինչ անեմ։ Վայելին ջան, ինչ ես ասում։ Պետք չի մեղադրել, դե հիմա մարդը ամեն մեկիս հետ էլ նման բան կարող լիներ։ Հետո իմ մեղքի բաժինն էլ կա, չէ, եթե ես այդքան մոռացկոտ չլինեի ու դուռը կողպեի, ինքը ոչար մտնի ներս։ Դե լավ, ես գնամ։ Շատ հաճելի էր։ Վայ, ինձ էլ էր շատ հաճելի, էլի կհանդիպենք։ Անպայման։ Շատ հաճելի էր։ Եվա, նկատեցի, որ ես մեր նոր հարևանները մի քիչ տարօրինակություն ունեն։ Հա, նկատեցի, բայց մի բան ասա, Էլենը շատ դուրս եկավ, շատ լավ աղջիկ է, պարզ անմիջական։ Արշակ։ Հա։ Հիմա դու հավատացիր, որ այս ամեն ինչը թյուրիմացություն էր։ Այդ հավատում եմ, որ թյուրիմացություն է, բայց դու ինձ խոսք ես տալիս, որ մյուս անգամ դուռը կփակես։ Դու կաշխատեմ, հիմա չունեմ, մոռանում եմ։ Շաքարաջուր խմեմ օրանում ես։ Ալո։ Եվ ջան, հոչ խանգարեցի։ Չէ, Հելեն ջան, դու ոնց կարող ես ինձ խանգարել։ Բա ինչ ես անում։ Զբաղված չես։ Հեչ, ոչ մի բան, ամուսինս նոր է գործուղումից եկել, քնած է։ Ես էլ տենց մի երկու մանր բան կարել է հետ եմ անում։ Դե արի սուրճ կամ թեյ կխմենք, հետո սիրուն շորիկներ եմ առել։ Միասին նայենք։ Լավ, դե ուրեմն դու սուրճը դիր, ես 5 րոպեից այդտեղ կլինեմ։